այդքան տեղ կա ամայի, ժողովուրդ, ինչ գործ ունեք այդ օրբելի հետ։ Այգեձոր, Բաղրամյան եւ Օրբելի փողոցների բնակիչները դատախազության դիմաց էին իրենց բողոքը հայտնելու Օրբելի փողոցում կատարվող շինարարական աշխատանքների մասին, որի պատճառով ըստ նրանց վնասվում են իրենց տները։ Պնդում են, որ այն ապօրինի է։ Ռենշին ՍՊԸ-ն կատարում է ապօրինի գործողություններ, որովհետև կատարելով այդպիսի մեծածավալ շինարարություն հարակից շենքերի, թե Այգեձորի, թե Օրբելի, շենքերի հիմքերը խարխլվում են, շենքերը ամբողջովին վնասվում են, առաջացել են թե շենքերի պատերին ճաքեր, եւ թե մեր բնակարաններում ինչի փաստերը մենք ունենք։ Խնդրի մասին բնակիչները երկար ժամանակ է բարձրաձայնում են եւ անգամներ դիմել են պատկան մարմիններին։ Մեր բողոքը հետեւյալն է, բազմիցս արդեն 3 տարի է հետամուտ ենք այս հարցին եւ դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, լինի քննչական կոմիտե, դատախազություն, նույնիսկ վարչապետին եւ միայն հասել ենք նրան, որ իհարկե կա 2 քրեական վարույթ, մեկը քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների վերաբերյալ, մյուսն էլ արդեն Ռենշին ՍՊԸ-ի անմիջապես իրանց վերաբերյալ։ Բնակիչները չեն բացառում, որ գործ ունեն հովանավորչության հետ։ Նշում եք, որ խնդիրները արդեն երկար տարիներ բարձրացնում եք, բայց պատկան մարմինները աչքի են փակում։ Հովանավորչության հարց տեսնում եք այստեղ ընկերության։ Միանշանակ ես հենց դա նշեցի, որ սովորաբար օրենքը պահանջում է, որ երբ որ գալիս են տուգանում են, տուգանքից հետո պետքա շտկվի խնդիրը։ Այսինքն եթե ապօրինի է, թույլատվություն չկա, պետքա համապատասխան թույլատվություն ստանան, շարունակեն աշխատանքը։ Բայց 2 տարի շարունակ աշխատանքը շարունակվել է, մի քանի անգամ տուգանել են։ Ոչ, տուգանքից հետո պետք է դադարեցվի աշխատանքը, մինչև չշտկվի խնդիրը։ Հիմա ես չգիտեմ իրանց թղթաբանությունը ոնց է, անկեղծ ասած չի հետաքրքրում, որովհետև օրինականի ու ապօրինի միջև տարբերությունը մի հատ ստորագրություն է, որը այս հավոք սրտի այսօրվա դրությամբ դնում են ոչ, ինչ ասեմ, ոչ adekvat մարդիկ, ոլորտից գլուխ չհանող մարդիկ, պատահականությամբ այդտեղ հայտնված մարդիկ վերցնում են ու ինչ-ինչ շահագրգռվածություններից ելնելով հաստատում են նման պրոյեկտներ։